Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 17-ն է, ուրեմն այսօր վաղ առավոտյան ժամը 7:30-ին Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը Վանաձոր քաղաքի դատանի դատավոր Տարոն Թաթևոսյանի թույլտվությամբ խոզարկություն է կատարել իմ բնակարանում, ինչ որ ենթադրյալ ձայնագրող սարքեր, ձայնագրություններ, չգիտեմ, տեսանյութեր հայտնաբերելու նպատակով, որը ըստ դատանի որոշման կապված է իմ հորս հետ, որ ինչ որ հայրս, չգիտեմ, ներգրաված է ծեծի մեջ, ասեմ, որ Էրիկ Եղինյանս անձամբ այդ ենթադրյալ ծեծի հետ որևէ առնչություն չեմ ունեցել եւ չունեմ, անձամբ Էրիկ Եղինյանս որևէ մեկին ծեծի չեմ ենթարկել, որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել եւ որևէ ծեծի տեսարան չեմ նկարահանել, ասեմ ավելին, Էրիկ Եղինյանս լինելով ողջամիտ անձնավորություն, բնականաբար անընդունելի եւ անթույլատրելի եմ համարում բռնության ցանկացած դրսեւորում, սակայն արդարացիորեն պետք է փաստեմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ մի խումբ այլ 4 քննիչներ ավերածություններ են կատարել իմ բնակարանում, ասենց տակն ու վրա են արել իմ սենյակը, իմ սենյակից հայտնաբերել են ոչ թե հայտնաբերել են, այլ արկա է եղել իմ սենյակում տեսանելի վայրում դրված ինձ պատկանող նոթբուք համակարգիչ եւ տարբեր քրեական վարույթներով իմ կողմից տրված ցուցմունքների տեսաձայնագրություններ եւ որևէ անօրինական բան իմ սենյակում, իմ բնակարանում պահված չի եղել։ Նաև ցանկանում եմ նշել, որ քննիչներից մեկը այլ անձի միջոցով ինձ նախապես տեղեկացրել էր, որ պետք է խոզարկություն կատարվի իմ բնակարանում եւ ես չեմ ցանկացել ներկա գտնվել այդ խոզարկությանը եւ մինչեւ խոզարկության կատարումը դուրս եմ եկել իմ բնակարանից, սակայն իմ բնականում թողել եմ ինձ պատկանող բջջային հեռախոսը եւ իմ համակարգիչը, քանի որ նորից եմ կրկնում, իմ հեռախոսում եւ իմ համակարգչում որևէ անօրինական հանցավոր ինչ որ տեսանյութեր չեն պարունակվում եւ ես որևէ մտավախություն չունեմ, հանգիստ կարող են վերցնել ինձ պատկանող համակարգիչը եւ տեսանյութերը դիսկերի վրա, որը նորից եմ կրկնում, դրանք իմ ցուցմունքների տեսաձայնագրություններն են, ինչպես նաեւ հանգիստ կարող են զննել իմ հեռախոսը, ինձնից որը որ խոզարկության ժամանակ հայտնաբերվել է, վերցվել է նաեւ նշեմ, որ ես այսօր նոր հեռախոս եմ գնել եւ նոր հեռախոսով եմ նկարահանում այս տեսանյութը, նաեւ ցանկանում եմ նշել, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ դատավոր Տարոն Թաթևոսյանը ինձ հետ գտնվում են թշնամական վատ հարաբերությունների մեջ, քանի որ ես պարբերաբար վերջիններիս դեմ բողոքներ եմ գրել, նաև ցանկանում եմ նշել, որ Ֆիլիպ Նազարյանը շինծու քրեական գործ էր սարքել Ստեփանավան քաղաքի բնակչուհի Սուսաննա Բարոյանի նկատմամբ, մինչդեռ օրեր առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է Սուսաննա Բարոյանին եւ ես ներկայումս իրավաբանական աջակցություն եմ ցուցաբերում Սուսաննա Բարոյանին, որպեսզի Սուսաննա Բարոյանը դատի տակ քննիչ Ֆիլիպ Նազարյանին իրեն անօրինական պատճառված վնասի փոխհատուցում ստանալու պահանջով, նաեւ որպեսզի դատանով պարտավորեցվի քննիչ Ֆիլիպ Նազարյանին Սուսաննա Բարոյանից գրավոր ներողություն խնդրելու հետ կապված, ուստի այդ հանգամանքով պայմանավորված քննիչ Ֆիլիպ Նազարյանը թշնամաբար է տրամադրված իմ անձի նկատմամբ, նաեւ ցանկանում եմ նշել, որ որոշ քրեական տարրեր նախապատրաստում են Էրիկ Եղինյանից սպանությունը, այդ կապակցությամբ, քանի որ Էրիկ Եղինյանից բազմիցս անգամ ստացել են սպանության սպառնալիքներ, այդ կապակցությամբ ես բազմիցս բողոքներ եմ գրել քննիչ Ֆիլիպ Նազարյանի դեմ, քանի որ քննիչ Ֆիլիպ Նազարյանն ըստ էության իր անգործությամբ նպաստում է Էրիկ Եղինյանից հնարավոր սպանության ի կատար ածմանը։ Այժմ ցանկանում եմ ցուցադրել իմ սենյակը, որտեղ հստակ երևում է, թե քննիչները ինչպիսի ավերածություններ են կատարել խոզարկության ժամանակ։ Հավելեմ նաև, ուրեմն նախքան իմ սենյակը ցուցադրելը, տակն ու վրա եղած իմ սենյակը նախքան ցուցադրելը, ցանկանում եմ հավելել նաև, որ հայրս պատերազմի ժամանակ, թե քառորյա եւ թե 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ մասնակցել է մարտական գործողություններին, նաեւ հավելեմ, որ հայրս երկրորդ խմբի հաշմանդամ է, ինչպես նաեւ Էրիկ Եղինյանս նույնպես դիմում է հասցեագրել պատկան մարմիններին եւ պատրաստակամություն է հայտնել, որպեսզի Էրիկ Եղինյանս նույնպես կամավոր մասնակցեն ռազմական գործողություններին, մինչդեռ Էրիկ Եղինյանից դիմումը մերժվել է եւ ինձ կամավոր ռազմաճակատ չեն ուղարկել։ Սա հավաստի տվյալներ է, ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ հրամցնում հանրությանը եւ չեմ փորձում մանիպուլյացիա ենթարկել հանրությանը, պատկան մարմինները հանգիստ կարող են ստուգել իմ խոսքերի ճշմարտացիությունը եւ կհավաստիանան, որ ես իսկապես ճշմարտությունն եմ բարձրաձայնում։ Ինչևիցե սրանով ես ուզում եմ ընդամենը ընդգծել, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը հալածանքների է ենթարկում
սահման պահած իմ հորս, նաև ինձ, դրանով իսկ փորձում է վրեժխնդիր լինել թե ինձնից, թե իմ ընտանիքից, իմ կողմից իր դեմ բարբերաբար բողոքներ գրելու համար։ Ուստի ես ցանկանում եմ հանրայնացնել այս ամեն ինչը, որպեսզի պատկան մարմինների կողմից անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի վերջ դրվի քննիչ Ֆիլիպ Նազանի կողմից թե իմ եւ թե իմ ընտանիքի նկատմամբ իրականացվող այս անօրինական հետապնդումներին եւ հալածանքներին։ Նաև ցանկանում եմ նշել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Տարոն Թաթևոսյանի վերաբերյալ նույնպես ես նախկինում բողոքներ եմ հասցեագրել տարբեր գործերի հետ կապված, ուստի կարծում եմ, որ դատավոր Տարոն Թաթևոսյանը նույնպես թշնամաբար է տրամադրված իմ նկատմամբ եւ այդ հանգամանքով պայմանավորված է բավարարել է քննիչ Ֆիլիպ Նազանի ակնհայտ անհիմն միջնորդությունը եւ թույլատրել է, որպեսզի քննիչ Ֆիլիպ Նազանը խոզարկի իմ բնակարանը եւ խոզարկության արդյունքում հավաստիացնում եմ, որ կոնկրետ դատանի որոշման մեջ նշված այդ ենթադրյալ հանցագործությանն առնչվող որևէ տեսանյութեր, որևէ ձայնագրություններ, չգիտեմ, նկարահանող սարքեր ամենևին էլ չեն հայտնաբերվել իմ սենյակում, իմ բնակարանում, այսքանը այժմ ցուցադրեմ խոզարկության ժամանակ տակնու վրա եղած իմ սենյակը։ Ահա տեսեք հարգելի հետևորդներ, հարգելի հանրություն, քննիչների կողմից իմ սենյակում խոզարկություն կատարելուց հետո ահա այս տեսքը ունի իմ սենյակը, ես որևէ բան միտումնավոր չեմ թափել հատակին, սա քննիչների խոզարկությունից հետո առկա իրավիճակն է իմ սենյակում, տեսեք ամբողջությամբ իմ փաստաթղթերը, իմ բողոքները թափել են հատակին, երևի դրանով փորձել են վրեժխնդիր լինել ինձնից, այս ամբողջը, որ տեսնում եք, բոլորը քննիչների եւ դատախազների դեմ գրված իմ բողոքներն են, այսպես հենց հատորներով գրել եմ քննիչների եւ դատախազների դեմ, ահա տեսեք, սա էլ իմ զգեստապահարանն է, ահա այս վիճակում է գտնվում, ամբողջությամբ իմ հագուստները թափել են հատակին, ավերածություններ են կատարել, սակայն քննիչներին խորը հիասթափություն է սպասվում, ես միշտ մի քանի քայլ առաջ եմ մտածում քննիչներից, ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում եւ իմ գործողությունները միշտ հաշվարկված են ի տարբերություն քննիչների, քննիչները երբեք չեն կարող ինձ անակնկալի բերել, քննիչները երբեք չեն կարող ինձ կոտրել, այսպես ասած, չեն կարող ինձ ծնկի բերել եւ չեն կարող ինձ անակնկալի բերել քննիչները։ Ես չեմ նահանջելու եւ կրկնապատկված եռանդով հետևողականորեն ձեռնամուխ եմ լինելու քննիչների եւ դատախազների անօրինականությունների մասին պարբերաբար բարձրաձայնել։ Երբեք չեմ ընկրկելու։